Հովհաննես 10. Լավ հովիվը։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, ով ոչխարների փարախը դռնով չի մտնում, այլ ուրիշ տեղով է բարձրանում, նա գող է և ավազակ, իսկ ով դռնով է մտնում, հովիվ է ոչխարների, դռնապանը նրա համար բացում է դուռը, և ոչխարները լսում են նրա ձայնը, նա իր ոչխարներին անուններով է կանչում, և նրանց դուրս է հանում, և երբ իր բոլոր ոչխարներին հանի, նրանց առջևից է գնում, և ոչխարները հետևում են նրան, որովհետև ճանաչում են նրա ձայնը։ Օտարի հետևից չեն գնա, այլ կփախչեն նրանից, որովհետև չեն ճանաչում օտարների ձայնը։ Հիսուս նրանց այս առակն ասաց, իսկ նրանք չէին իմանում, թե ինչ էր այն, որ նա իրենց ասում էր։ Դարձյալ Հիսուս նրանց ասաց. ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ես եմ ոչխարների դուռը։ Բոլոր նրանք, որ ինձնից առաջ եկան, գողեր էին ու ավազակներ, ուստի ոչխարները նրանց չլսեցին։ Ես եմ դուռը, եթե մեկը իմ միջով մտնի, կփրկվի, կմտնի ու կելնի և ճարակելու բան կգտնի։ Գողը գալիս է միայն, որպեսզի գողանա, սպանի և կորստյան մատնի։ Ես եկա, որպեսզի կյանք ունենան և առավել ևս ունենան։ Ես եմ լավ հովիվը։ Լավ հովիվը իր կյանքն է տալիս ոչխարների համար։ Իսկ վարձկանը, որ հովիվ չէ, և ոչխարներն էլ իրենը չեն, երբ տեսնում է, որ գայլը գալիս է, թողնում է ոչխարներին և փախչում է, և գայլը հափշտակում է նրանց ու ցրում է։ Քանի որ վարձկան է և ոչխարների համար հոգ չի անում։ Ես եմ լավ հովիվը և ճանաչում եմ իմ ոչխարներին ու ճանաչվում նրանցից։ Ինչպես Հայրը ինձ ճանաչում է, ես էլ ճանաչում եմ Հորը, և իմ կյանքը կտամ իմ ոչխարների համար։ Ես ունեմ նաև այլ ոչխարներ, որոնք այս փարախից չեն, նրանց ևս պետք է այստեղ բերեմ, և իմ ձայնը պիտի լսեն, և պիտի լինի մի հոտ և մի հովիվ։ Նրա համար է իմ Հայրն ինձ սիրում, որ ես իմ կյանքն եմ տալիս, որպեսզի վերստին այն առնեն։ Այն ինձնից ոչ ոք չի վերցնի, այլ ես ինքս եմ այն տալիս։ Իշխանություն ունեմ այն տալու և իշխանություն ունեմ վերստին այն առնելու։ Այս պատվերը իմ Հորից ստացա։ Այս խոսքերի պատճառով հրեաների մեջ դարձյալ պառակտում եղավ, և նրանցից շատերն ասում էին. նրա մեջ դև կա և մոլեգնում է, ինչու եք նրան լսում։ Ոմանք էլ ասում էին. սրանք դիվահարի խոսքեր չեն։ Մի՞թե դևը կարող է կույրի աչքերը բանալ։ Հիսուս որդի Աստծու։ Այն ժամանակ Երուսաղեմում տաճարի նավակատիքի տոն էր և ձմեռ էր, և Հիսուս շրջում էր տաճարի մեջ, Սողոմոնի սրահում։ Հրեաները նրա շուրջը հավաքվեցին ու ասացին. «Մինչև ե՞րբ մեր հոգին պիտի հանես, եթե դու ես Քրիստոսը, համարձակ ասա մեզ»։ Հիսուս պատասխանեց նրանց և ասաց. «Ձեզ ասացի, և ինձ չեք հավատում։ Այն գործերը, որ ես անում եմ իմ Հոր անունով, դրանք վկայում են իմ մասին, բայց դուք չեք հավատում, որովհետև իմ ոչխարներից չեք։ Իմ ոչխարներն իմ ձայնը լսում են, և ես ճանաչում եմ նրանց,
և նրանք գալու են իմ հետևից։ Եվ ես նրանց կտամ հավիտենական կյանք, և նրանք չեն կորչի հավիտյան, և ոչ ոք նրանց իմ ձեռքից չի հափշտակի։ Իմ Հայրը, որ նրանց ինձ տվեց, ամենքից մեծ է, և իմ Հոր ձեռքից ոչ ոք չի կարող ոչինչ հափշտակել։ Ես և իմ Հայրը մի ենք։ Հրեաները քարեր վերցրին, որ նրան քարկոծեն։ Հիսուս պատասխանեց նրանց. «Բազում բարի գործեր ցույց տվի ձեզ իմ Հորից։ Դրանցից ո՞ր գործի համար եք ինձ քարկոծում»։ Հրեաները նրան պատասխանեցին. «Քեզ բարի գործի համար չենք քարկոծում, այլ հայհոյության համար, և նրա համար, որ դու մարդ ես, բայց ինքդ քեզ Աստծու տեղ ես դնում»։ Հիսուս նրանց պատասխանեց. «Ձեր օրենքում չէ, որ գրված է. ես ասացի, թե աստվածներ եք։ Իսկ եթե աստվածներ է կոչում նրանց, որոնց ուղղված էր Աստծու խոսքը, և հնարավոր չէ, որ գիրքը ջնջվի, ուրեմն ում Հայրը սրբացրեց և աշխարհ ուղարկեց, դուք ասում եք, թե հայհոյում ես։ Նրա համար, որ ասացի, թե Աստծու որդի եմ։ Եթե իմ Հոր գործերը չեմ անում, ինձ մի հավատացեք, իսկ եթե անում եմ, թե ինձ էլ չեք հավատում, գործերին հավատացեք, որպեսզի իմանաք և ճանաչեք, որ Հայրը իմ մեջ է, և ես Հոր մեջ։ Դարձյալ ուզում էին նրան բռնել, բայց նա նրանց ձեռքից դուրս պրծավ և վերստին գնաց Հորդանանի մյուս կողմը, այնտեղ, ուր Հովհաննեսն էր նախապես գտնվում և մկրտում, և այնտեղ էր մնում։ Շատեր նրա մոտ եկան և ասում էին. «Հովհաննեսը որևէ նշան չարեց, բայց այն ամենը, որ Հովհաննեսն ասել էր նրա մասին, ճշմարիտ էր»։ Եվ այնտեղ շատերը հավատացին նրան։